Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այլույս սիրելի հայրենակիցներ, բոլորը մենք մեկ շաբաթը 40-օրյա պահեցողության մեր ճանապարհորդության եւ վաղը մենք միասին նշելու ենք արտաքսման կիրակին, ինչպես սահմանված է մեր եկեղեցու օրակարգով։ Եվ սակայն մինչև արտաքսման կիրակի կամ երևույթի մասին խոսելը, իրադարձության մասին խոսելը եւ նրանից բխած մեր մտածումները ձեզ հետ բաժանելը, ուզում եմ ընթերցել առաքելական պատգամը։ Եթե Աստված մեր կողմն է, ով կլինի մեզ հակառակ։ Նա, որ իր որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպես նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։ Ով է, որ մեղադրելու է Աստծո ընտրյալներին։ Աստված է, որ արդարացնում է։ Իսկ արդ ով է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուս, որ մեռավ, հարություն իսկ առավ եւ Աստծո աջ կողմում է եւ բարեխոս է մեզ համար։ Արդ ով կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց, նեղությունը, թե անձկությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգը, թե սուրը, ինչպես որ գրված է, քեզ համար ենք մեռնում ամեն օր։ Թե Աստված մեր կողմն է, ով կարող է լինել մեզ հակառակ։ Այսպես է հռչակում առաքյալը, եւ այս խոսքը դարձել է ընդհանրապես մարդկության պատմության մեջ այն մեծ հաստատումը, որը վկայում է մարդու անսասան հավատքի մասին, բայց միևնույն ժամանակ խոսում է Աստծո հավատարմության մասին։ Եվ քիչ առաջ երբ ասացի, որ վաղը արտաքսման կիրակին է, այդ պատմությունը ընդհանրապես մարդու դրախտից արտաքսվելու կամ ինչպես մշտապես նշել ենք, մարդու ինքն իր որոշումը կայացնելու եւ Աստծո ներկայությունից հեռանալու ցանկությունը արտահայտված է Սուրբ գրքի առաջին իսկ հատվածներում։ Մարդու եւ Աստծո հարաբերության մեջ մարդու կողմից կատարած, կայացրած որոշումը կամ ընտրությունը, որը փաստորեն պատճառ դարձավ խախտելու այն ներդաշնակությունը, որի կոչումն ուներ մարդը որպես թագավոր ամբողջ արարչագործության, տեր եւ պահապան եւ մշակ, եւ այդպիսով նաեւ խախտելով այդ կոչումը զրկվեց Աստծո ներկայությունից, արտաքսվեց դրախտից եւ սկսեց իր տառապանքով ճանապարհը ետ վերադարձի միտումով եւ մղումով։ Ինչ էր այդ պատմությունը, որը մեզ համար շատ հաճախ հեքիաթի տպավորություն է թողնում, ոմանք հենց այդպես անցնում են վրայից, բայց սա ուղղակիորեն արտահայտում է մեր կյանքը։ Մարդը մեղք գործեց, խախտեց պատվիրանը Աստծո կամ պատգամը, կերավ այդ պտուղը, որը սահմանված էր չուտելու, եւ փոխարենը, երբ Աստված շտապեց նրան արդարացնելու կամ հնարավորություն տալ արդարանալու, փոխարենը զղջալու, ապաշխարելու եւ ընդունելու իր մեղքը, նա ինքնաարդարացմամբ ձգտեց ինքն իրեն արդարացնել, իր կատարած քայլը։ Բոլորը մեղավոր դարձան իր շուրջը, բացի իրենից։ Ամեն ինչ մեղքի մեջ էր, մեղք էր, պատճառն էր, բացի ինքը։ Եվ այդպես տեղի ունեցավ, եւ երկու հնարավորություն կարծես ընձեռնվեց մարդուն զղջալու համար, ընդունելու այդ մեղքը, սակայն նա փորձեց ինքնաարդարացմամբ ինքն իրեն այդ մեղքից զատել եւ ոչ թե ընդունել, զղջալ եւ շարունակել այդ ներկայության եւ ներդաշնակության մեջ ապրել։
Այս մասին ես շատ եմ խոսել, ինքնաարդարացման մասին, թե ինչպիսի աղետի է հանգեցնում մարդուն և ընդհանրապես մարդկային կյանքը։ Մեր իրականությունն էլ դրանից տարբեր չէ։ Մեր իրականությունը ուղղակիորեն դրա ցցում, շոշափելի արտահայտությունն է։ Երբ մարդը չի ընդունում իր մեղքը, անկում է ապրում ոչ միայն ինքը, այլև իր ամբողջ շրջապատը։ Եվ մանավանդ այն մարդը կամ մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում հասարակական կյանքի համար, պետության կյանքի համար, հանրային բարիք ստեղծելու կոչումն ունենալու համար, տեր, պաշտպան և մշակ լինելու կոչումն ունենալով։ Եվ երբ չի ընդունում մեղքը, սեփական սխալը, սեփական թերացումը, անկախ նրանից, թե որքան մեծ կամ որքան փոքր է այն, դրանով ոչ միայն ինքն իրեն է դատապարտում, այլև դատապարտում ամբողջ շրջապատը։ Եվ մեկը հաջորդում է մյուսին, մեկը հաջորդում է մյուսին, եւ բոլորը դառնում են մեղավոր, բացի ինքը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ մեղքի ժխտողականությամբ իր վրայից մեղքի ժխտողականությունը մեկ կողմ դրվի եւ ինքը փորձի ներկայանալ որպես ամենաարդար, ամենաազնիվ, այդուհանդերձ կրելով այդ մեղքը եւ պատճառ դառնալով ամբողջ կյանքի անկմանը։ Այդպես է մեր իրականությունը։ Այդպես է մեր իրականությունը ուղղակի եւ մենք խուսափել կարծես թե չենք կարող միայն եւ միայն այն միջոցով կարող ենք խուսափել, եթե ընդունենք, որ մենք սխալական ենք, որ մենք մեղք ենք գործել։ Մենք տեսնում ենք, ես նույնիսկ ավելորդ եմ համարում դրա մասին անընդհատ խոսելը, սակայն դա է, պատկերը այդպես է։ Մենք տեսնում ենք այսօրվա մեր երկրի ճակերտավոր ղեկավարը, գլխավոր ստախոսը, իր ստախոս փոքրիկ խմբակով, բոլոր անկումների, բոլոր կորուստների մեջ մեղադրելով բոլորին բացի իրենից, հնարավոր բոլոր տարբերակներով, բոլոր շերտերով, մինչև անգամ մեծ ու փոքր պետությունների, շրջապատի, յուրաքանչյուրին, բոլորին, բացի իրենից։ Ինքը մեղավոր չէ ոչինչի մեջ, ոչ մի բանի մեջ սխալական չէ, բոլորը մեղավոր են, բոլորը հանցագործ են, բոլորը սխալական են, բացի ինքը։ Եվ դրա համար է ասում, Աստված է արդարացնում, ոչ թե ինքդ քեզ։ Եվ այդ ստախոսության եւ մեղքը չընդունելու պատճառով մենք այսօր որպես պետություն, երկիր, հասարակություն առանձին անձինք հայտնվել ենք տառապանքի այս հովիտի մեջ, որից ազատագրվելու եղանակներն ու միջոցներն ենք անընդհատ փնտրում։ Բայց մենք էլ չենք կարող ազատագրվել, եթե մենք էլ չընդունենք մեր մեղքի բաժինը, մեր սխալի բաժինը, մեծ ու փոքր սխալների։ Այո, ինքնաարդարացումը մեծագույն մեղքն է։ Ինքնաարդարացման պատճառով է տեղի ունեցել եւ տեղի ունենում մարդկային կյանքի անկումը։ Այսօրվա մեր քաղաքական դաշտում, հասարակական դաշտում, մեր պարզ հարաբերությունների մեջ, թե արտաքին, թե ներքին, անձնական հարաբերությունների մեջ, քայքայողը ինքնաարդարացումն է։ Ես սա չարեցի, կամ էլ ես սա արեցի, որովհետև պատճառը սա էր։ Պատճառը կարող է որևէ բան լինել, բայց ի վերջո դու ես գործել, դու ես կրում պատասխանատվությունը, դու ես ընդունելու մեղքը, դու ես քո բաժին սխալն ու հանցանքը գործելու այդ գիտակցությունը ունեցողը կամ գիտակցությունը չունեցողը, ինչպիսին էլ որ այն լինի, ինչպիսի մեծությամբ ու ծանրությամբ էլ այն լինի, նշանակություն չունի։ Եվ այո, այս մեծ ժամանակահատվածը մեզ զուտ օրացուցային իմաստով, երբ ընթանում ենք դեպի հարության շրջան եւ գտնվում ենք 40-օրյա պահեցողության, ապաշխարության,
զղջումի, խոստովանության, ինքնախոստովանության այս շրջանի մեջ չափազանց կարևոր է սեփական անձի անդրադարձ ունենալը։ Միայն պարզապես պարտքը կատարելու մասին չլինի մեր այս ճանապարհորդությունը։ Ժամանակահատված լինի, որ մենք կարողանանք անդրադառնալ, ինքնաանդրադառնալ, գնահատել, հասկանալ։ Ես վստահ եմ, այս խոսքերը լսելուց էլ ոմանք իրենց նորից արդարացնում են, բայց դրա կարիքը չկա։